Շախմատի ֆեդերացիայի նախագահը նիստին ներկայացավ հաստ թղթապանակով։ Ֆեդերացիայում ամփոփելու ու քննարկելու հարցերը շատ են։ Օրակարգում անցած 4 տարվա ամփոփումն է, ինչ հաջողությունների են հասել հայ շախմատիստները, մեդալային հաշվարկ, բացթողումներ եւ անելիքներ։ Հաշվետվությունը ներկայացրեց ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը։ Հայաստանը, հատկապես Երևանը, 4 տարվա ընթացքում վերածվել է շախմատային մայրաքաղաքի։ Բացվել է 53 հաստատություն, երկիրն ընդունել եւ անցկացրել է 29 միջազգային մրցաշար։ 1800-ից ավելի երեխա զբաղվում է շախմատով, ինչը մարզաձև է երիտասարդացնելու լավագույն հնարավորությունն է։ Այս 3-4 տարիների ընթացքում Երևանը ամբողջությամբ վերափոխվեց։ Քաղաքը ունեցավ 12 շախմատի լավ մեծ դպրոցներ եւ ամբողջ համայնքները այսօր ապահովված են շախմատի դպրոցներով։ Լպուտյանը ներկայացրեց նաև պատկերը մարզերում, հյուսիսից հարավ շախմատը սփռված է ամբողջ Հայաստանում, բայց կան մարզեր, որտեղ հարկավոր է ավելի մեծ կենտրոնացում ապահովել։ Ֆեդերացիայի առաջնային խնդիրներից է շախմատի համաչափ զարգացումը։ Սերժ Սարգսյանը լսեց նաև ֆեդերացիայի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, կարծիքներն ու առաջարկները, բացթողնվածն էլ ինքը հիշեցրեց։ Ես միշտ թղթով եմ խոսում, որպեսզի շատ բան չմոռանամ։ Հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանն առաջարկեց շեշտը դնել արդյունքների, ոչ թե մասսայականացման վրա։ Նախագահը ավելի գլոբալ զարգացման կողմնակիցն է։ Իմ նպատակն է, որ ունենանք 5 լավ գրոսմայստեր, բայց նաև մի 50,000 շախմատիստի պես մտածող մարդիկ։ Հիշում ես մի անգամ Սմբատը ասել է, ես էլ կրկնել եմ, որ շախմատը սովորացնում է արդար հաղթել եւ արդար պարտվել։ Անցած 4 տարում Հայաստանն ունեցել է 4 գրոսմայստեր, 11 միջազգային վարպետ, 12 ֆիդեի վարպետ։ Ֆեդերացիայի նախագահը գոհ է մարզիչների եւ թիմի աշխատանքից։ Նախագահն ակնկալում է նույնքան բարձր արդյունքներ նաեւ առաջիկա 4 տարում։ Կարծում եմ, որ արդեն ժամանակն է, որպեսզի մենք ունենանք գիտահետազոտական ինստիտուտ շախմատի, իհարկե ոչ ֆեդերացիայի կազմում, եւ կարծում եմ այդ խնդիրները կլուծենք, որպեսզի հնարավոր լինի համակողմանի պատրաստել մեր մարզիկներին։ Կոնֆերանսի օրակարգում էր նաև ֆեդերացիայի նախագահի ընտրությունը։ Սերժ Սարգսյանը վերընտրվեց միաձայն։ Կոնֆերանսն ավարտվեց պարգևատրումներով։ Նախագահը Տիգրան Պետրոսյանի անվան ոսկե մեդալով պարգևատրեց ֆեդերացիայի վետերաններ Յուրի Արուստամյանին եւ Ալյոշա Խաչատրյանին։ Գրիգոր Ավետիսյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։